Մի երիտասարդ անդադար իր մոր կողմից լսում է հետևյալ արտահայտությունը, որ տղաս, արի իրար հետ ժամանակ անցկացնենք, ոնց ես, գործերը շատ է, չեմ կարողանում քեզ գրկեմ, չեմ կարողանում քեզնից բան իմանամ, ամեն ժամանակ այդ երիտասարդը ասում է, մամ, հետո կգամ խոսամ, հետո գալիս է երեկոյան արդեն հոգնած, դե մայրն էլ միշտ հասկացողի դերում պիտի լինի, գնում է քնելու, հոգնած է ու եւ այսպես երկար ժամանակ ու անկրծ մի օր գալիս է, տեսնում է դուռը փակ, ինչ որ մարդիկ շրջապատել են իրաց տունը։ Ու տեսնում է բժիշկներ են, տեսնում է ոստիկանության աշխատակիցներ են, ու գալիս տեսնում է դուռը փակ, ասում են, գիտես քո մայրը այլևս չի շնչում։ Ու տղայի ներսում ամեն ինչ աշխարհը փուլ է գալիս, տակնու վրա է լինում։ Ասում է, չէ՞ որ ես գրել էի, նամակ էի գրել, ման վաղը, հետո լսեք, ժամանակը երբ որ մեռնում է, էլ չի գալիս։ Միակ բանը, որ երբեք հարություն չի առնում, դա ժամանակն է։ Ոչ մի ձևով չես կարող այդ բերես։ Ոչ մի ձևով։ Քանի ունես ձեռքի տակ հնարավորություն, արա։ Սիրելու ժամանակն է, սիրի, ներողություն խնդրելու ժամանակն է, ներողություն խնդրի։ Գրկելու ժամանակն է, գրկի։ Վիճաբանությունը սկսվեք կանգնեցրու։ Այնքան թանկ է, գնում է։ Տեսել եք են ավազի ժամացույցները, մեկ էլ վերջանում է, վերջին այդ հատիկներն են ավազի են, մանր հատիկները վերջանում են ու ամեն ինչ ոնց որ կանգնի։ Սիրելիներ, այս կյանքի անունը քննություն է, ճիշտ տանք, ճիշտ հանձնենք։ Գնահատեք այն մարդկանց, ովքեր որ ձեր կողմն են, ձեր կողքն են։ Գիտե Տերը ասել է, սիրեք ձեր թշնամիներին, ուր մնաց այն մարդկանց, ովքեր որ ձեր կողքն են։ Մի էլ ունեցեք թշնամիներ, որ կամ սիրեք, կամ չսիրեք։